Ազգային բարերար Սամվել Կարապետյանի իշխանության գալուց հետո Հայաստանը Ադրբեջանի գործիքից կվերածվի տարածաշրջանային լուրջ գործոնի, վստահեցրել է հենց ինքը Կարապետյանը։ Ըստ նրա, այսօր Հայաստանի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնում են Բաքվում, քանի որ Նիկոլ Փաշինյանը փչացրել է հարաբերությունները հիմնական դաշնակիցների հետ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հարց չի քննարկվում, Կարապետյանը նշել է, որ Ալիևն ու Էրդողանը գործող իշխանության հետ որևէ հարց չեն քննարկում։ Ադրբեջանի նախագահան անում է հայտարարություն, փոքրիկ խմբակը իր ղեկավարի հետ վազելով կատարում են այդ հայտարարությունները։ Դրա համար ես վստահ եմ, որ իրենց հետ քննարկող չկա, բայց մենք այդ ամենը կանգնեցնելու ենք։ Կարապետյանի խոսքով Հայաստանի խաղաղության երաշխավորը չի կարող լինել հակառակորդ պետությունը։ Ազգային բարերարի պնդմամբ մեր երկրի անվտանգությունը բացառապես պետք է հենվի ուժեղ բանակի ու ժողովրդի վրա։ Կարապետյանը նաև հիշեցրել է հարևան Վրաստանի օրինակը, որտեղ երկրի իշխանության սխալ ղեկավարման արդյունքում ըստ Կարապետյանի Բաթումին դարձել է թուրք-ադրբեջանական անկլավ։ Ադրբեջանը ամենաշատը Հայաստանում կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը։ Հայաստանի երաշխավորը լինելու է Հայաստանի ուժեղ բանակը, Հայաստանի ուժեղ ժողովուրդը, խոշոր գերտերությունները եւ տարածաշրջանային շահեր ունեցող երկրները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Տավուշի մարզի Կիրանց գյուղի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու ոցման արարողությանը։ Հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող այս եկեղեցին ավերվել էր եւ ժամանակավոր դադարեցրել գործունեությունը։ 2024 թվականին կառավարությունը հատկացրել էր 64 միլիոն դրամ եւ նախատեսել աշխատանքներն ավարտել 2025 թվականի տարեվերջին։ Փաշինյանի հետ արարողությանը ներկա են եղել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն ու ընդդիմադիր պատգամավոր Գեգամ Նազարյանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը տեսանյութ է հրապարակել Շուշիի Սուրբ Խազանչեցոց եկեղեցուց։ Տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմը էքսկուրսիա է անցկացրել օտարերկրացիների համար, պատմելով 2020 թվականի Շուշիի գրավման եւ Արցախն օկուպացնելու մասին։ Հաջիևը հրապարակած տեսանյութին կից գրել է, թե եկեղեցին վերականգնվել է իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։ Նրա խոսքով Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական շինությունները, ինչպես նաև պատմական, մշակութային եւ կրոնական հուշարձանները պաշտպանված, պահպանված եւ վերականգնված են ազգային օրենսդրությանը համապատասխան։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հեռացրել էր օկուպացված Արցախի տարածքում գտնվող Խազանչեցոցի գմբեթը, պատմական եկեղեցին վերածելով մզկիթի։ Մայիսի 5-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար, հայտնել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվել է աշխատանքը կազմակերպել հեռավար, ըստ անհրաժեշտության։ Մայիսի 4-ից 5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որի կազմակերպման եւ անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ Կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։ Մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր է։ Իրանի բարձրաստիճան զինվորականը հավանական է համարում ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսումը։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հակամարտության վերսկսումը հավանական է եւ առկա փաստերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն հավատարիմ չէ որևէ խոստման կամ համաձայնագրի։ Իրանական Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Ջաֆար Ասադին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ կոչ է արել ամերիկյան հանրությանը պատասխան պահանջել իր կառավարությունից Թեհրանի նկատմամբ վարած թշնամական քաղաքականության համար։ Ըստ Բաղայի ԱՄՆ ժողովուրդը ոչ միայն իրավունք ունի, այլև բարոյական պարտավորություն իր առաջնորդներից պատասխան պահանջելու, ապօրինի պատերազմ պարտադրելու եւ իրանցի ժողովրդի դեմ ծանր հանցագործություններ կատարելու համար։
because we had to get approval of the other countries where they'd have to double their prices. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական ռազմական ներուժը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է, իսկ ռազմածովային նավատորմի բոլոր 159 նավերն այժմ ծովի հատակին են։ Նա ԱՄՆ-ի գործողությունները նմանեցրել է ծովահենության, բայց շեշտել է, որ դա անհրաժեշտ քայլ էր կանխելու համար միջուկային զենքի ձեռքբերումը։ Նախագահի խոսքով ամերիկյան շրջափակման պատճառով Իրանի տնտեսությունը քայքայվում է։ Թրամփն առաջին տիկնոջը անվանել է կինո աստղ եւ կատակել իրենց մրցակցության շուրջ։ My wife, our great first lady, how about she's a movie star now? Can you believe it? Terrible. I don't know if I'm happy about that or sad about that. Նրա ֆիլմն առաջին տեղում էր եւ ես նրան ասացի. ոչ մի ընտանիք չի կարող երկու աստղ ունենալ։ Ինչ ես կարծում։ Սա լավ իրավիճակ չէ, ինձ դուր չի գալիս։ And I said to her, no family. Նախագահը նաև խոստովանել է, որ Մելանիային դուր չի գալիս իր պահվածքը բեմի վրա։ And she hates when I dance too at the end too. Նա ատում է, երբ ես սպառում եմ։ Նա շատ նրբագեղ կին է եւ ասում է. «Սիրելիս, խնդրում եմ մի պարիր, դա նախագահական չէ»։ Ես պատասխանում եմ. «Դա գուցե նախագահական չէ, բայց ես հարցումներով 20 միավորով առաջ եմ»։ Խոշոր հրդեհ է բռնկվել Նովոսիբիրսկի մարզի Իսկիտիմ քաղաքում, կրակնարագորեն տարածվել է առևտրի կենտրոնի տանիքում։ Կեսգիշերին բռնկված հրդեհը մարվել է միայն առավոտյան։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի փրկարար ծառայությունը, շուրջ 5000 քառակուսի մետր տարածքում գտնվող կենտրոնը բավականին մեծ վնասներ է կրել։ Դեպքի հանգամանքները պարզվում են, տուժածներ չկան։ Մեքսիկայում ողբերգական պատահարի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում 3 երեխա։ Ավելի քան 20-ը ստացել են ծանր վնասվածքներ։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ գլորվել մոտ 30 մետր խորությամբ ձորը։ Բրազիլիայում մոլեգնող հորդառատ անձրևների եւ ջրհեղեղների հետևանքով զոհվել է 4 մարդ, որոնցից 2-ը երեխա։ Աղետի պատճառով ավելի քան 1500 մարդ տարհանվել է։ Օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Բրազիլիայի նախագահը խոստացել է դաշտային օգնություն տրամադրել տուժած շրջաններին, դաշտային հոսպիտալներ հիմնելու եւ ընտանիքներին աջակցելու համար։